Այսօրվա իմ պատմությունը մեր ազգը եւ Հայաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոնների մասին է։ Քանի որ իմ այս ֆորմատի ժամանակը սահմանափակ է, հաղորդումը կլինի մի քանի մասով։ Այսօր ես մանրամասն կներկայացնեմ օլիմպիական շարժման պատմությունը։ Հաղորդումը դիտեք մինչև վերջ եւ կիմանաք ովքեր են այսօրվա իմ հերոսները։ Բարև ձեզ, դուք Stories from Բարթարթակում եք Բարթուհի Սարգսյանի հետ։ Ով զբաղվել է սպորտով կամ սպորտի սիրահար է, գիտի թե ինչպիսի դժվարությամբ են տրվում հաղթանակները անգամ միջքաղաքային մրցաշարերում։ Իսկ օլիմպիական հաղթանակը ցանկացած մարզիկի բաղձալի երազանքն է, որով նա իր անունը ոսկե տառերով հավերժ գրում է սպորտի պատմության մեջ։ Օլիմպիական խաղերը սկսվել են հին Հունաստանում մեր թվարկությունից առաջ 8-րդ դարից, տեղի են ունեցել 4 տարին մեկ Օլիմպիա բնակավայրում։ Հիմնականում մասնակցում էին հին Հունաստանի քաղաք-պետությունները։ Այստեղ սպորտաձևերը մարզական էին, բայց կային նաև մարտական մարզաձևեր, ինչպիսիք էին ըմբշամարտը, ձիավարությունը, կարգ վարելու արվեստը։ Մեր հայրենակիցը իր անունը գրել է անտիկ օլիմպիական սպորտի պատմության մեջ որպես ըմբշամարտի չեմպիոն։ Խոսքս Վարազդատ թագավորի մասին է։ 281 թվականին անտիկ օլիմպիական խաղերում անվիճելի էր հայոց թագաժառանգ մարզիկ Վարազդատի փառապանծ հաղթանակը։ Թագավորության տարիներին նա բաց է թողնում օլիմպիական խաղերը, այնուհետև գահալքելուց 7 տարի անց դառնում կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Այնպես որ մարզական ոգին մեր արյան մեջ է։ Օլիմպիական խաղերի ժամանակ տնկվում էին զինադադարներ, դրանք կոչվում էին օլիմպիական զինադադարներ կամ խաղաղություն։ Այս ընթացքում ուխտագնացները հնարավորություն ունեին անարգել անցնել բոլոր տարածություններով եւ հասնել Օլիմպիա։ Նրանք գտնվում էին Զևս աստծո պաշտպանության ներքո։ Օլիմպիական խաղերի պատմությունը պարուրված է շատ խորհրդավոր պատմություններով, լեգենդներով, որոնցից ներկայացնեմ ամենատարածվածը։ Այն կապված է Հերակլեսի եւ նրա հոր Զևսի հետ։ Ըստ այս լեգենդի, Հերակլեսը կատարելով իր 12 սխրագործությունները, հոր Զևսի պատվին կառուցում է Օլիմպիա մարզադաշտը։ Այնուհետև ուղիղ 200 քայլ քայլելով չափում արենա, ստադիոն, որը հետո դառնում է չափման միավոր։ Այսօրվա օլիմպիական խաղերը ներշնչված են անտիկ օլիմպիական խաղերով։ 1894 թվականին բարոն Պիեր դե Կուբերտենը հիմնում է ՄՕԿ-ը, միջազգային օլիմպիական կոմիտեն։ Նրա մտահղացմամբ կյանքի բոլոր կոնֆլիկտները պիտի տեղափոխվեին սպորտի արենա։ Այսինքն օլիմպիական խաղերը խաղաղություն ու միասնություն են քարոզում։ Օլիմպիական 5 օղակները հինգ աշխարհամասերն են, իսկ օլիմպիական անմար կրակը արդարության ուժի ավանդույթների փոխանցման խորհրդանիշն է։ Հիմնելով ՄՕԿ-ը Պիեր դե Կուբերտենը նպատակ ուներ համախմբել պառակտված հասարակությանը։ Սկզբում օլիմպիական խաղերին մասնակցում էին սիրողական մարզիկները։ Շատ շուտով պետությունների ղեկավարները համախմբվեցին այն մտքի շուրջ, որ անհրաժեշտ է բոլոր կոնֆլիկտները տեղափոխել սպորտի արենա։ Օլիմպիական խաղերին սկսեցին մասնակցել պրոֆեսիոնալ մարզիկները։ Օլիմպիական խաղերը տարբեր մշակույթների զանազանության
փոխըմբռնման ու փոխադարձ համաձայնության դրսևորում է։ Հունահռոմեական ըմբշամարտը նույնպես ծնվել է հին Հունաստանում, զարգացում ապրել հռոմեական կայսրության տարիներին, ներկայիս տեսքը ստացել 19-րդ դարի Ֆրանսիայում։ Այն դասականից տարբերվում է, որ այստեղ արգելված են տեխնիկական գործողությունները ոտքերով։ Վարազդատ թագավորի ըմբշամարտի չեմպիոնի հաղթանակները շարունակություն ունեցան։ Օլիմպիական մեդալների էստաֆետան շարունակեց Լևոն Ջուլֆալակյանը 1988 թվականին Սեուլում մասնակցելով Օլիմպիադային նվաճում է հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոնի կոչումը։ Նրա ավագ որդին Արսենը նույնպես մասնակցել է Օլիմպիական խաղերին, նվաճել արծաթե մեդալ։ Արսենի մարզիչը հայրն էր Լևոն Ջուլֆալակյանը։ Սա յուրահատուկ ընտանիք է սպորտային ավանդույթներով։ 1992 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում հունահռոմեական սպորտաձևում չեմպիոն է դառնում մնացական Իսկանդարյանը։ 1996 թվական Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Ամերիկայի Ատլանտա քաղաքում։ Հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն է դառնում մեր հայրենակից Արմեն Նազարյանը։ Նա անկախ Հայաստանի առաջին չեմպիոնն էր։ Հիշենք, ինչպիսի ոգևորությամբ էինք մենք հետևում այս օլիմպիական խաղերին եւ ինչպիսի հրճվանք ապրեցինք, երբ Օլիմպիական հրապարակից հնչեց հայկական հիմնը ու ծածանվեց անկախ Հայաստանի դրոշը։ Ռիո դե Ժանեյրո։ Վերջ հոգեբանական էքսցեսներին, վերջ ինքնածաղկման եւ ինքնախոշտանգման, ժամանակն է սկսելու աշխատանքային բուրժուական կյանք դեպի Ռիո դե Ժանեյրո։ 2016 թվական Արթուր Ալեքսանյանն է Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտ սպորտաձևում դառնում օլիմպիական չեմպիոն։ Այսօր նա միակ գործող մարզիկն է եւ ունի բոլոր հնարավորությունները կրկնել հաղթանակը եւ վերստին բարձրանալ ամենահարգի պատվանդանին։ Ուրեմն դարերով եկած հաղթական ոգին փոխանցենք Արթուրին եւ բոլոր այն մարզիկներին, ովքեր մասնակցություն կունենան օլիմպիական խաղերին։ Ավելի եռանդուն երկրպագենք նրանց եւ հավատանք, որ այս ցուցակը շուտով կհամալրվի նորանոր հերոսներով։ Մեր ազգը արժանի է հաղթանակների։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր, կհանդիպենք։